Ինչ եք կարծում, ես ինչպեսի ղեկավար է պետք։ Դե առաջ հերթը գրագետ լինի։ Երկրորդը պետք է ուժեղ, հավատարիմ գրագետ թիմ ունենա, թիմ։ Հասկանում եք, որովհետև հնարավոր չի որ վարչապետը ամեն հարցով տերապետի։ Պետք է ունենա ամեն գծով հավատարիմ գրագետ օգնականներ։ Այնքան հիմար բաներ է արել, որովհետև պետք է գրագետ մարդկանց բերի, դնի նախարար։ Մարդի հոգին եթե կեղտոտ է, ինքը կեղտոտ բաներից չի կարող արժարվի։ Դե թող Աստված հոգիները մաքրի։ Մենակ ես ցանկանում եմ թող Աստված մեր Հայաստանի խաղաղություն տա, այդ մեր ղեկավարներին էլ բան տա, խիղճ տա, միմանա որ վերևին Աստված կա, այդ աթոռի վրա բոլորն են նստում են, հիշում են ազես, եղավ։ Հայրենասեր։ Ո՞նց պիտի որոշվի, որ ինքը հայրենասեր է։ Իրագործումներից։ Ղեկը գլխին։ Շատ դժվար հարց եք տալիս։ Տենց մարդ գոյություն չունի, բոլորը մտածում են իրենց մասին։ Ժողովրդի հոգսերով ապրող մարդ լինի։ Նորմալ ղեկավար։ Այդ ո՞րն է։ Որ ամեն ինչն է ժողովուրդ հիմար անհանգստանա մտածի, թա էտա։ Արդարադատ եւ կարողանա իր ձեռքում պահել արդարադատության մարմիններին։ Պետք է մեծերի մասին մտածի, դա առաջի հերթը, տատիկների, պապիկների, մամաների, պապաների մասին։ Եթե ղեկավարը կմտածի, ուրեմն դե ջահելները իրանել են նայում, չէ, ինչ անա ասում, որ պիտի նրանք է շարունակեն։ Այդ ամենակարևորը։ Հետո ուսումը պետք է տակից մանկապարտեզից սկսեն երեխան սովորացնել բարերը ամոթ։ Հիմա ռուսերեն ասեմ, ստիդնա, ժալկը։ Այդ բարերը պետք է անպայման սովորեն։ Չգիտեն, երեխեք էլ այդ ամոթ բան չունեն, էլի արդեն, համել բացադրեն ժողովրդի երեխանց դպրոցներում, թե դեմոկրատիան ինչ է նշանակում։ Это չի նշանակում վседозволенность։ Պետք է սովորացնեն այդ դեմոկրատիային օգտագործելու ձևը։ Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Կօգտվեք։ Չէ, այդ դրանք կողմ չեմ։ Դրանք կողմ չեմ։ Ինչու։ Դե ադրբեջանական բենզինը մերին չինա պետք է 100 դրամ էժանա դրա համար։ Բա մեր թասիբը մեր վերջը պատերազմի վաղտը մեր այդքան զոհերը բանը մոռանում ենք։ Ինձ թվում է ինչ որ վտանգ կլինի, բայց թե ինչ լավ չգիտեմ։ Լիչնես օրինակ թուրքերի հետ ոչ մի հարաբերություն չեմ պահի, չեմ ունենա։ Չէ։ Այդ իրանցից է։ Թվերը բարձրացնում են, գումարը բարձրացնում են։ Մի հատ բենզին են բերել Ադրբեջանից, ասում էին էժանա, էլի թանկացրեցին։ Իսկ ճիշտ է ադրբեջանական բենզիններ գրելը։ Ոչ, սխալ է։ Իրանց հետ պետք է ոչ մի ընկերություն չանեին։ Այդ որ տամոժն են բացում, սա սխալ են անում։ Ես դեմ եմ։ Դե հիմա պատկերացրեք, որ հայ ազգի մեջ ադրբեջանցիները ապրեն, ոնց են ապրելու։ Չէ՞։ Նրանք արյունախուժ ժողովուրդ են։ Ինչքան մեր հայ տղաների ականջներ են կտրել, բայց դե մենք չենք կարող իրանց ականջները կտրենք, որտեղ ղեկավարը թույլ է տվել, որ իրանք անցտեղ ապրեն։ Ես դեմ եմ։ Իմ խոխը սպանալա, քան նրան եթուն չաշտուի։ Խոխը իմ պալմծը ծրալ, քյացա ծառայել եկալ տարալ սպանա, քան հյուրն հետ հաշտուի։ Это խաղերա, որ կուտտա իմ չիտետես ես անում եմ։ Այդ խաղերա։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքը ուղղակի այսպես կասեմ, ես կողմ չեմ թշնամու հետ ընկերություն անելուն, բայց թշնամու հետ պիտի լարված հարաբերություններ էլ չունենաս։ Ուղղակի հարևանություն անես, բայց ոչ բարեկամություն։ Բոլոր դեպքերում թուրք ադրբեջանցի նման միշտ են, ես ինչքան էլ հարմարվեմ, իմ ներսում էլ կա այդ ատելությունը, անենք չի որ բանենք։ Հիմա նահանգի անձրեխանցնել է սերմանում, որ հայը էսա այնա, բոլոր դեպքերում նահանգ չավատաս, կարող արտաքին ինչ որ ձևով իրանց դրսևորեն, որ հա, բայց ներքուստ մենք էլ ենք թշնամ իրանց հետ իրանք էլ։ Պետք է ժողովուրդը միշտ մասնակից լինի, ամեն մի օրենքի հաստատմանը, ամեն մի քայլին։ Եթե ժողովրդական պետություն է մեր երկրի, պետք է ցածրից այն խելացի երեխուց միջև ծերունին պետք է խոսքի նկատի ունենալ։
Նրանք չեն տեսել այն, ինչ որ մեր մեծերն են տեսել եւ մենք ենք տեսել։ Հիմա մեր երիտասարդությունը այն պատերազմի ցավերը նորաքաշը։ Մի հատ երիտասարդ չկա, որ բողոք չունենա հիվանդությունից։ Լրիվ աշճանական ազդում է բոլորիս վրա։ Ինչի՞ սա պետք է։ Այդքան վատ բաներ արեց, այդքան նամազ պետք չի։ Իմի այդքան թուրքերը որ երեք ես հերոտացուցով նայել եմ, դու ինչ գիտես ինչ նպատակով են եկել։ Ես ինչ գիտեմ ցավը տանեմ։ Ինչ եմ իմանում, մարդի հոգիների տերը մինեք երևի Աստվածն է։